Բարև բոլորին, այսօր մենք կխոսենք կոլագենի մասին։ Նախ սկսեմ նրանից, որ ուղղակի կոլագեն օգտագործելով ոչ միշտ ենք մենք տեսնում արդյունքը։ Իհարկե, որոշ դեպքերում, եթե այդ կանոնները ամբողջությամբ հետևում են, կոլագենը օգտագործելով մենք ավելի ենք օգնում մեր օրգանիզմին արտադրել այդ կոլագենը, որպեսզի մեր մաշկը ավելի գեղեցիկ ու երիտասարդ լինի, ու իմ կարծիքով ոչ մեկի համար զարմանալի չի ու նորություն չի, որ կոլագենի հաշվին է, օգնությամբ է, որ մեր մաշկը ձիգ է, որ մեր մաշկը երիտասարդ է, որ մեր մաշկը հարթ է, ու դա ոչ միայն դեմքի հետ է կապված, ամբողջ մեր մաշկի հետ է կապված, մենք ամբողջությամբ պատված ենք մաշկով։ Ու կոլագենը կախված է մի քանի գործոններից։ Դրանք արտաքին գործոններն են, ներքին մեր արտադրվածությունը, մեր ապրելակերպը եւ մեր խնամքը։ Նախ սկսեմ նրանից, որ կոլագենը վատանում է իհարկե արևի ճառագայթներից, օրինակ ես իրականում այդքան շատ դեմ չեմ արևի ճառագայթներից, բայց ոչ թե առանց SPF-ի։ Իմ կարծիքով ու որոշ հետազոտություններով իհարկե արևից ինչ որ օգուտ մենք ստանում ենք, բայց SPF-ը շատ կարևոր է, քանի որ նրա պաշտպանությամբ մենք թույլ չենք տալիս ինչ կոլագեն կա մեր օրգանիզմում, այն վնասվի, որովհետև ճառագայթների պատճառով հենց մեր մաշկի կոլագենը ինքը քայքայվում է այդ արևի ճառագայթներից։ Դրա համար է ցանկալի ու ասում, որ պետք է միշտ SPF-ը օգտագործենք, ու կապ չունի դա տարվա ինչ եղանակ է, 30 կամ 50 պետք է միշտ օգտագործենք։ Ամենասովորական բաներից սկսենք։ Հաջորդը դա ջրի քանակն է, որը շատ կարևոր է, որովհետև հենց ջրի պակասի պատճառով էլ մեր մաշկը նույնպես կորցնում է իր էլաստիկությունը, քանի որ մենք պատկերացրեք, մենք բույսի նման ենք ու մեծ քանակությամբ պարունակում ենք ավելի մեծ 80%-ից ավել քանակությամբ պարունակում ենք ջրից, ու դրա համար ջուրը շատ կարևոր տարր է մեր գեղեցիկ մաշկի ու առածկական մաշկի համար։ Հաջորդը կարևոր տարրերին հասնենք, որ մեր մաշկը ինքնուրույն պետք է արտադրի կոլագենը, որովհետև դա ոչ թե արտաքին ինչ որ շերտ է, այլ ներքին, որը շատ կարևոր է, որ մեր օրգանիզմը հենց սկսի ինքը արտադրել, որովհետև տարիների ընթացքում ինքը սկսում է վատ արտադրվել, ու որոշ դեպքերում, երբ որ մենք կոլագեն ենք նույնիսկ խմում, ընդունում, այն չի սնուցվում։ Մեր օրգանիզմը չի ընդունում, կոպիտ ասած, այլ բաժանում է ամինաթթուների ու շատ հնարավոր է ինքը այդ ամենը կորցնի, այսինքն նույնիսկ ոչ միայն կոլագենի, այլ ամբողջ վիտամինային համակարգում մենք ունենում ենք խնդիրներ առողջության հետ, ինչի ժամանակ նույնիսկ եթե մենք այն, ինչ մեզ պետք է ընդունենք, ընդունում ենք, ու միևնույնն է մեր օրգանիզմը դա չի վերլուծում ու չի ընդունում իր օրգանիզմում։ Կարող ենք խնդիրներ ունենալ, ինչի պատճառով ինքը ուղղում է դեպի այդ ճյուղը, այդ վիտամինները։ Հիմա սկսենք նրանից, թե ինչից է բաղկացած հենց այդ կոլագենը, որը արտադրվում է մեր օրգանիզմում։ Քո օրգանիզմը կոլագենը արտադրում է ամինաթթուների հաշվին, լիզինգի, գլիցինի եւ պրոլինի հաշվին, այլ ոչ թե ուղղակի զուտ կոլագեն ընդունելով։ Լիզինը շատ կարևոր է կոլագենի հենց ամրության համար, իսկ գլիցինը եւ պրոլինը դրանց հաշվին է կառուցվում կոլագենը։ Սաղմոնի կաշին պարունակում է հենց այդ պրոլին եւ գլիցինը, որը շատ կարևոր է կոլագենի սինթեզի համար։ Բացի դրանից օմեգա 3 ճարպաթթուների հաշվին էլ նվազեցվում է մեր մաշկում բորբոքային պրոցեսները եւ նաեւ պաշտպանում է մեր մաշկը։ Եթե դուք երբևիցե գնել եք կոլագեն, տեսել եք, որ այնտեղ գրած է վիտամին C-ով։ Վիտամին C-ն ամենակարևոր տարրերից մեկն է կոլագենի մեջ։ Վիտամին C-ն կարող եք գտնել ցիտրուսային, ոչ միայն ցիտրուսային, այլ նաև հատապտուղների մեջ, որոնք պարունակում են հենց պրոլինը եւ լիզինը, ինչի հաշվին հենց լավանում է մեր կոլագենի արտադրությունը։
Ինչպես նաև հատապտուղները հարուստ են հակաօքսիդանտներով, որոնք պաշտպանում են կոլագենի քայքայման պրոցեսից։ Հաջորդ տարրերից մեկը դա ծծումբն է, որը աշխատում է կոլագենի արտադրման և դրան քայքայման պրոցեսից պաշտպանելու մեջ։ Այն պարունակվում է սոխում, սխտորում, ինչպես նաև ձվի դեղնուցում, որից բոլորը չգիտես ինչի ուզում են չօգտագործեն, որովհետև ասում են ջարդ է։ Այն շատ կարևոր տարրեր է պարունակում, ու ինչպես նաև կաղամբազգիների մեջ կարող ենք դա գտնել։ Հաջորդը կարող ենք գտնել ոսկրային ապուրների մեջ, որոնց մեջ կա կոլագենը, հենց ժելատինը, եւ սակայն գիտական հետազոտությունները ապացուցել են, որ դա ոչ թե հենց մեզ տալիս է այդ կոլագենը, այլ տալիս է հումք, որպեսզի մեր օրգանիզմը արտադրի կոլագեն։ Հաջորդը դա լոբազգիներն են, որոնք տալիս են բուսական սպիտակուցներ, ամինաթթուներ, որոնք օգնում են կոլագենի սինթեզի համար։ Ինչու է կարևոր սպիտակուցները։ Քանի որ կոլագենը հենց սպիտակուց է ու դրա արտադրման համար մեզ պետք են այն ամինաթթուները, որոնք ես ասել եմ։ Ձվի սպիտակուցը պարունակում է հենց այդ պրոլինը, որը հենց հիմնականում ձվի սպիտակուց ինքը կոլագեն չի, բայց իր այդ տարրի շնորհիվ այն ամենահիմնական բաղադրիչն է, որը հենց օգնում է մեզ, որ մեր օրգանիզմը արտադրի այդ կոլագենը։ Ամենակարևոր բաղադրիչներից մեկն է արտադրման համար։ Մուգ շոկոլադը, տառը շոկոլադը, որը պարունակում է հակաօքսիդանտներ ու ուշադրություն, այն օգնում է պաշտպանել մեր մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից, որը օգնում է ուշ ծերանալ, ոնց որ SPF-ի արդյունք է տալիս։ Եվ այսօրվա մեր ուտելիքների ցանկում ես կուզենայի ավելացնել դդմի սերմերը, որոնք պարունակում են ցինկ, ու դրանց շնորհիվ բարելավում է հենց կոլագենի սինթեզը մեր օրգանիզմում, ինչպես նաև օգնում է վերականգնել մեր հյուսվածքները։ Կարելի ասել երիտասարդեցման պրոցես է տալիս մեր օրգանիզմին։ Հաջորդ պատճառները մի քանի հատ ավելացնեմ, դա շաքարի մեծ քանակությունն է։ Ես բնականաբար դեմ չեմ քաղցրին, ես ինքս նույնպես օգտագործում եմ, բայց երբ որ մենք այս իմ թվարկած սնունդները, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր եւ այլն, ոչ մի ինչ որ նորմալ քանակությամբ սնունդ, երբ որ մենք չենք տալիս մեզ, ապա մեր օրգանիզմը սկսում է պահանջել ավելի շատ շաքար, քաղցր, որովհետեւ այն արագ հագեցնող միջոց է։ Բայց հիմնականում շատերը մտածում են, որ դիետայի վրա են, դա նշանակում է, որ իրանք շաքար չեն ընդունում, բայց ցանկացած ուտելիքում, ցանկացած չէ, մեծ քանակությամբ ուտելիքներում մենք կարող ենք գտնել շաքար, ու մեր օրգանիզմը չի հասկանում, թե ինքը տորթից է շաքարը ստացել, թե ինչ որ ասենք մրգից եւ այլն։ Ու դա չի նշանակում, որ մենք պետք չպիտի ուտենք միրգ, չպիտի ուտենք շաքար պարունակող պրոդուկտներ եւ մթերքներ, այլ մենք պետք է բալանսավորենք մեր ամբողջ սննդային համակարգը, որպեսզի շաքարի քանակը լինի այնքան նորմայի մեջ, ինչքան մեր օրգանիզմը պետք է, որովհետև էլի եմ ասում, նա ձեզանից պահանջում է շատ շաքար այն ժամանակ, երբ որ մենք իրան հագեցվածություն չենք տալիս։ Ու հաջորդը դա քնելն է, որովհետև չքնելու պատճառով մենք ունենում ենք ստրես։ Դուք ինչքան էլ չուզենաք դրան հավատալ։ Ստրեսը, որի պատճառով մենք ունենում ենք հորմոնալ խանգարումներ, ու դա ոչ միայն հենց հորմոնալ ֆոնի վրա, այլ այն ստրեսի հորմոնը, որը արտադրվում է, նա խանգարում է ու վնասում է մեր կոլագենը, ինչի պատճառով այն չի արտադրվում։ Դրա համար շատ կարևոր է քնի պրոցեսը ու ժամանակահատվածը, նույնիսկ ես հղի ժամանակահատվածում պիտի քնեմ գոնե ամենաուշը 10-ից հետո, որովհետև այդ ժամանակահատվածում 11-ից մինչև գիշերվա 2-ը արտադրվում են այն հորմոնները, որոնք օգնում են երեխայի աճի ու զարգացմանը։ Դրա համար քնելը շատ կարևոր է։ Ու ինչպես նաև իմ ամենասիրելի հատվածը դա ֆիզիկական ակտիվությունն է, որը ես շատ կարևորում եմ, ու դա նույնպես գիտականորեն ապացուցված է, որ առանց ինչ որ լավ մարզումների, գրագետ մարզումների,
դուք չեք կարող ստանալ լիարժեք արդյունք, ինչու, որովհետև մեր մաշկի ներքևում գտնվում են այնպիսի հյուսվածքներ, որոնք նույնիսկ մարզվելով ուղղակի չեն աշխատում, իրանք մարզվելով, ինչ-որ կրեմներ, չգիտեմ, ինչ-որ պրոցեդուրաներ ընդունելով, այլ նրանք պահանջում են հատուկ գրագետ մոտեցմամբ ակտիվություն ֆիզիկական, որի հաշվին սկսում են արտադրել այն հյուսվածքները, այն նյութերը, որոնք պետք են մեր երիտասարդ մաշկի համար։ Ու այսպիսի մի օրինակ ներկայացնեմ, որ մեր հոդերը ինչի են տարիների ընթացքում տատիկները եւ այլն մամաները ունենում խնդիրներ, որովհետեւ եթե մենք նույնիսկ ուզում ենք օրինակ պտտվել, ասենք նայել կողմ, մենք այսենց կանգնած լինենք, շատ հազվադեպ կարող մի փոքր սենց նայենք, բայց եթե հիմնական ինչ-որ մի բան եք ուզում տեսնել, այսինքն ամբողջ մարմնով ֆռում ենք։ Մի ձեռքը ուզում է սենց գնա, մենք այսինքն միջևեր չենք տանելու, ամբողջ մարմնով շրջվելու ենք։ Ու դա խանգարում է նրան, որ մեր այդ հոդերում այն նյութերը, որոնց հաշվին երիտասարդ ամնում ու առանց ցավերի, նրա ընթացքը մենք կրճատում ենք, որովհետև այսպիսի մի ասացված կա ռուսերենում, բայց ես թարգմանեմ հայերեն, որ ինչքան օգտագործում ես, այնքան պահանջը շատանում է։ Ու երբ որ մենք օգտագործում ենք մեր օրգանիզմը, մեր մաշկը, մեր բոլոր շարժումները, մեր օրգանիզմը ավելի է երիտասարդանում, որովհետև այն գտնում է, որ ինքը պահանջ ունի այս կյանքում։ Իսկ երբ որ մենք չենք օգտագործում, դրա համար մի փոքր այսպես ենք անում, всё, մնում ենք այսպես կանգնած, որովհետև չկա այդ աշխատանքը, չկա այն ֆիզիկական ակտիվությունը, որը օգնում է մարմնին լինել առողջ ու երիտասարդ։ Ինչպես նաև ավելացնեմ մի քանի տարեր, որ խնամքը նույնպես շատ կարևոր է, որովհետև ամեն մարդ պետք է ունենա փոքրիկ խնամք, ոչ թե 1000 սենց բանջկաներով, այլ ուղղակի փոքրիկ խնամք հենց քո մաշկին համապատասխան, ու ինչպես նաև եթե այս ամենի հետ մեկտեղ նույնպես օգտագործեք կոլագեն, ապա էլ ավելի կլավացնեք ձեր մաշկը ու խորհուրդ եմ տալիս օգտագործել կամ ժելեի ֆորմաչկաներով կոլագենները կամ էլ փոշում, որովհետև հատկապես փոշին ամենաարագ, ամենաէֆեկտիվն է սնուցվում մեր օրգանիզմի կողմից։ Ու ինչպես նաև ուշադրություն դարձրեք, որ այդ կոլագենը լինի ստուգված ու ապահով աղբյուրներից ստեղծված ու ամենակարևորը լինի վիտամին C-ով, որովհետև առանց վիտամին C-ի դուք ուղղակի այսպես անկապ բան եք անում։ Հույսով եմ օգտակար էր, բաժանորդագրվեք իմ էջին, ինչպես նաև չմոռանաք նաև իմ մյուս ալիքներին, որտեղ ես շատ հաճախ եմ ու ամեն օր համարյա տեղադրում եմ հետաքրքիր ու օգտակար կոնտենտ։ Ուրախ կլինեմ ձեր կոմենտները կարդալ ու ինչպես նաև կարող եք գրել ինչ-որ թեմաներ, որոնք ձեզ շատ հետաքրքիր է մեր առողջության, մեր գեղեցկության ու երիտասարդացման մասին, ու ես դրանց մասին նյութեր կտեղադրեմ ու այսքանը։